Սիրո ուժն է անհաղթ կարգախոսն արդեն քանի տարի է Սուրբ Սարգսի տոնի ուղեկիցն է։ Այս տարի այն նշվեց փետրվարի 15-ին, Գեղագիտության ազգային կենտրոնում բացվեց ամենամյա ցուցահանդես։ Ներկայացված էին կենտրոնի նկարչական ստուդիայի սաների աշխատանքները։ Փոքրիկների հաջողություններով ուրախանալու եւ աշխատանքներով հիանալու էին եկել նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ arczepiskopos Կճոյանը։ Գեղանկարներ, կոլաժներ, բատիկա, պանոններ, աշխատանքներում Սուրբ Զորավարն է որպես անհաղթ զինվոր եւ սիրահարների երազանքներն իրականացնող։ Այսպիսինն է Սուրբ Զորավարը երեխաների պատկերացմամբ։ Մինչ նկարելը երեխաները ծանոթացել էին Զորավարի վարքին, իսկ տոնի ժողովրդական ավանդույթի մասին փոքրիկներին ընտանիքի մեծերն են պատմել։ Մարդիկ ուտում են աղի բլիթը, հետո վրայից ջուր են խմում, նրանք քնում են եւ Սուրբ Սարգիսը գիշեր գայիս է, այդ մարդկանց իրար հետ միացնում է։ Ինքը բոլոր սիրահարներին փրկում է։ Մարիան 6 տարեկան է, ասում է նկարել է սիրահարների, որոնց հենց Սուրբ Սարգիսն է միացրել։ Աղջիկ ու տղա, վերևը կամար, ծաղիկներով, կամարից վերև թռչուններ։ Նկարել եմ Սուրբ Սարգիսին իր ձիավորների հետ, շատ ուժեղ հաղթել է ամեն տեղ։ Նկարել եմ այն պահը, որ Սուրբ Սարգիսը 7 հրեշտակների ուղեկցությամբ գնում է, որպեսզի հասնի սիրող զույգերին։ Իսկ թե ինչ են հասկանում փոքրիկները սեր ասելով, յուրաքանչյուրն իր մեկնաբանությունն ունի։ Ինչ որ բան է, որ աղջիկ ու տղա իրար գտնում են, միանում են, դե երբ որ մաման տուն է գալիս, կարոտում են, գնում են, գրկում են իրան, սեր է, դա ես մտածում եմ, որ մեկին սիրում ես, այդ սերը։ Որ մարդիկ իրար օգնում են, վստահում են իրար, դա այս սերս։ Տոնի առիթով ցուցահանդես բացվեց նաև նկարիչների միության տանը։ Ավանդույթն արդեն 5 տարվա պատմություն ունի։ Ցուցահանդես մրցույթը կազմակերպում են Արարատյան հայրապետական թեմն ու աշխարհի հայ նկարիչների միավորումը։ Գեղանկարների, գրաֆիկայի, քանդակների հեղինակները մինչև 35 տարեկան երիտասարդներ են։ Նրանք նկարիչների միության անդամներ են, ուսանողներ։ Ցուցահանդեսին ներկայացված էին շուրջ 60 երիտասարդ արվեստագետի 80-ից ավելի գործեր։ Թեման սերն է, սեր միմյանց, երեխայի, ծնողի, հայրենիքի նկատմամբ։ Ըստ նկարիչների միության նախագահի, սերը լայն հասկացություն է, բայց բուն տոնին նվիրված աշխատանքները քիչ էին։ Այդ պատճառով ընտրություն կատարելիս մասնագետները հաշվի են առել գործի գեղարվեստական արժանինքները։ Հակոբը 3-րդ անգամ է մասնակցում այս մրցույթին։ Նախորդ տարի էլ գլխավոր մրցանակին է արժանացել։ Այս տարի էլ որոշել է ներկայացնել 3 քանդակ, քանի որ առանձնահատուկ վերաբերմունք ունի տոնի նկատմամբ։ Սուրբ Սարգիսը ինձ համար ամենակարևոր տոներից մեկն է մեր համար նրա համար, որովհետև Սուրբ Սարգիսը եւ իր որդին եւ 14 ռազմիկների հետ զոհվեց հանուն քրիստոնեության եւ ինչու եւ չմոռանանք, որ նա նույնպես եղել է մեր էպոսների ոչ միայն ռազմիկի եւ սիրո հովանավորը։ Մարիամը հաճախ է մասնակցում ցուցահանդեսների, ասում է փորձում է բաց չթողնել իր աշխատանքները ցուցադրելու որևէ առիթ ու հատկապես երբ ցուցահանդեսի թեման սերն է։ Մենություն եւ մերժում։ Նկարչուհին իր այս գեղանկարներն անցյալ տարի է ստեղծել։ Սերը այնքան լայն ու այնքան բազմաբովանդակ ու այնքան ընդգրկուն զգացում եւ զգացմունք է եւ նաեւ զգացողություն, որ այն չես կարող սահմանափակել միայն այդ ուրախ երջանիկ պահերի մեջ։ Ինքը ունի նաեւ դրսևորումներ եւ այն մենությունը, որ կարող ես զգալ դրա հետևանքով կամ դրա բացակայության հետևանքով, նույնիսկ երբ դրա ընթացքի մեջ է, կամ նույնիսկ երբ սիրածդ անձնավորության հետ ես, անլցնելի է ու անկիսելի։ Սուրբ Սարգսի տոնին նվիրված հանրապետական ցուցահանդես մրցույթի արդյունքները կամփոփվեն հաջորդ շաբաթ։ Նկարիչների միությունը սահմանել է 12 մրցանակ 4 անվանակարգերում՝ գեղանկար, գրաֆիկա, քանդակ, դեկորատիվ կիրառական արվեստ։ Աշխարհի հայ նկարիչների միավորումը հնարավորություն է ընձեռելու մասնակիցներին տարվա ընթացքում արտերկրում սիմպոզիումների եւ ցուցադրությունների մասնակցել։ Անուշ Առաքելյան, Ռոբերտ Խարազյան, Մշակութային ազդագիր։